Ինչին է վերաբերում հայցը, ես կուզեի որ ներկայացնես։ Կիրանցում վերակառուցված եկեղեցու բացման ժամանակահատվածում մայիսի 2-ին, եթե ամիս ամսաթվի հետ կապված չեմ սխալվում, ես գնացել էի լուսաբանելու, որովհետև Կիրանցի հետ կապված ցանկացած իրադարձություն ես առաջինը իմանում եմ համայնքի բնակիչներից, բացի այդ գրված էր նաև թեմի Facebook-յան էջում, այսինքն այնպես չէր, որ այդ ինֆորմացիան գաղտնի էր կամ այնպես չէր, որ արգելված էր լուսաբանել եւ ով կարող է եկեղեցու վերաբացումը ինձ արգելել, որպեսզի ես լուսաբանեմ։ Այդ տրամաբանությամբ գնացել էի լուսաբանելու, նույնիսկ չգիտեի, օրինակ Նիկոլ Փաշինյանը գալու է թե չէ, բայց ճանապարհին տեսնելով այդ անվտանգության շքախումբը, ոստիկանական բազմաթիվ մեքենաներ, պարեկների մեքենաներ եւ այլն, արդեն հասկանալի էր, որ այնուամենայնիվ Փաշինյանը գալիս է, բայց ասեմ մենք դա հասկացել ենք արդեն Սևան հասնելիս, իսկ բուն արդեն Կիրանցում երբ ես իջա, մեքենայից դեռ չիջած, ինձ մոտեցավ ՊՊԾ ծառայողներից մեկը եւ սկսեց ինձ կարգու կանոն թելադրել, ես ուզում եմ, բայց շատ հանգիստ, դա էլ ասեմ, այսինքն պարզապես ուզում էր ասել, որ եկեղեցու ներս չմտնեմ, այսքան հեռավորություն պահեմ, Փաշինյանին չմոտենամ, այսինքն փորձում էր ինձ համար, այսպես խմբագրի աշխատանք կատարել, սահմանափակել իմ աշխատանքը, մենք գիտենք, որ լրագրողների ազատ տեղաշարժը, միտքը եւ այլն անգամ իրենց խմբագիրներն են խուսափում սահմանափակել։ Հիմա տվյալ դեպքում ՊՊԾ ծառայողը փորձում էր բանակցում էր, որտեղ մենք այդ ժամանակ տեսախցիկը դեռ չենք միացրել։ Ես ասում եմ, մենք չէինք հասցրել իջնել դեռ մեքենայից, ՊՊԾ ծառայողը մոտեցավ։ Հանգիստ բացատրեցի, որ որևէ մեկը չի կարող ինձ արգելել, որ ես այդ իրադարձությունը լուսաբանեմ եւ որևէ մեկը չի կարող իմ ազատ տեղաշարժին խոչընդոտել, բայց եթե ինչ-որ բանով իրենց աշխատանքին խանգարելու եմ, թող ասեն, հասկանամ, այսինքն ես կարող եմ հեռավորությունը մի փոքր այլ վայր կանգնել, եթե օրինակ իրենց խանգարելու եմ եւ այլն, այսինքն զուտ բանակցություններ էր ընթանում լրագրողի եւ ՊՊԾ ծառայողի միջեւ, հաշվի առնելով, որ ես իմ աշխատանքն էի կատարելու, իրենք իրենց աշխատանքն էին կատարելու, բայց երբ հասկանում ես, որ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի աշխատանքը կատարելն է, այլ քո աշխատանքը սահմանափակելը, բնականաբար ինչպես ցանկացած լրագրող, այնպես էլ ես խոսում եի։ Այդ ընթացքում, որ մենք քայլելով, խոսելով իջնում ենք, հասել ենք մի մեքենայի մոտ, ես չեմ էլ նկատել այնտեղ ով է կանգնած եւ այլն։ Շարունակել ենք խոսակցությունը եւ այդ ժամանակահատվածում Գեգամ Նազարյան ձայն լսեցի, որ ասում էր, «Էս ինչը ստեղ ինչ գործ ունի, տարեք սրանց տեղից», ասում եմ, մենք այդ ժամանակ տեսանկարում չէինք իրականացնում։ Երբ լսեցինք այդ արտահայտությունը, բնականաբար թեքվեցինք, ասացինք, իսկ դուք ստեղ ինչ գործ ունեք ու արդեն շարունակվեց թեման, որտեղ ես ասացի, որ ինքը ուրացել է իր որդու շիրիմը, բայց ասեմ, ես ինչու եմ այս անգամ դիմել դատարան եւ ինչու եմ այդպես իրեն պատասխանել, որտեղ սա առաջին միջադեպը չէր Կիրանցում, բուն այդ սահմանազատման, այսպես կոչված սահմանազատման գործողությունների ժամանակահատվածում Գեգամ Նազարյանը էլի խոսքով հարձակում էր գործել ին վրա, ընդ որում Գեգամ Նազարյանը, որը այդ ժամանակահատվածում ընդդիմադիր ֆրակցիայի падգամավոր էր, եւ ոչ միայն ին վրա էր հարձակում գործել, այլև փողոցը փակած, կարող եք տեսնել, բնակիչների վրա եւ ասում էր, ինչ է ուզում եք, որ Արցախի օրը ընկնի, հորդորում էր, որպեսզի փողոցը բաց էին։ Ես այդ ժամանակ ուղիղ հեռարձակում էի իրականացնում եւ բնականաբար այդ ամեն ինչը ուղիղ եթերով հեռարձակվել է։ Սա դատավարությունա պատիվն ու ոչ միայն պատիվն ու արժանապատվությունը որ մասով դու գտնում ես, որ վիրավորվել է, հա, որ դեպքը տեղի ունեցավ, որ կներեք, միայն պատիվ ու արժանապատվություն չի, այստեղ զրպարտություն է, որտեղ ասում է բոլորը գիտեն, որ դու չասեմ իր ասածները, այստեղ անբարոյական է անվանում, ես այդ խոսքի վրա ազդանշան եմ դրել, որպեսզի չլսվի այդ հայախառն արտահայտության վիրավորել է ամեն դեպքում։ Ոչ միայն անբարոյական անվանելով, այլև ասում եմ հայախառն արտահայտությունով։ Ճիշտ է, ես խոսքի վրա ասում եմ ազդանշան եմ դրել, որպեսզի այդ հատվածը, միայն այդ հատվածը չլսվի, բայց նա դա ասել է
բազմաթիվ անձանց մոտ, բազմաթիվ ՊՊԾ ծառայողների մոտ, այսինքն 3-ից ավել անձանց մոտ։ Հիմա փաստորեն Գեգամ Նազարյանը նաև խոչընդոտել է քո լրագրողական աշխատանքին միջամտել է մի խոսակցությանը, որը ընդհանրապես իրեն չի վերաբերել։ Եվ ձեզ ասեմ, Գեգամ Նազարյանի պարագայում նա կարծես թե իմ հետ կապված ինչ-որ հին վրեժ ունի լուծելու, որովհետև ըստ էության ես եմ բացահայտել, որ ինքը լինելով ընդդիմադիր ֆրակցիայի падգամավոր, սերտ համագործակցում է իշխանությունների հետ։ Նրա այժմյան վարքագիծը եւ հայտարարությունները իմ բացահայտումների վառ օրինակ շարունակություն կարող եք դիտարկել։ Հիմա